Ողջույն բոլորին, այս տեսանյութում կնայենք, թե ով է գալիս ձեր կյանք, ինչպիսին է լինելու, ինչ է ունենալու ընդհանրապես իր կյանքում, միգուցե բնավորության գծերը, նաև կարող է արդեն իսկ եկել է եւ ուղղակի այսպես կհասկանանք, թե ինքն է արդյոք թե ոչ, ճիշտ է եկել թե ոչ։ Երեք տարբերակից է, եթե դեռ ոչ ոք չկա ձեր կյանքում, կարող եք նայել երեք տարբերակներն էլ կամ ինտուիցիայով պահել, հետո բայց նայել նաև երեք տարբերակով, որովհետև սա ուղղակի պետք է նայեք։ Տեսնենք, թե ինչպիսի մարդ է գալու ձեր կյանքը, ընդունեք տվյալ անձնավորությանը, թե ոչ։ Այդպես արդեն մնացածը ամբողջությամբ ձեր ցանկությամբ է։ Կընդունեք իրեն թե ոչ, ինքը գալիս է, թե հիմա կընդունեք, արդեն մնացածը դուք գիտեք։ Պահեք ինտուիցիայով։ Եվ կարող համեմատել, որ հիմա եկել է եւ այս քարտերը միգուցե նմանն են, բայց ինչ որ բաներ դեռևս չգիտեք, որովհետեւ նոր եք ծանոթացել, դեռ չգիտեք։ Ահա, հուսով եմ պահեցիք, եթե ոչ, ապա կանգնեցրեք տեսանյութը, պահեք, հետո կվերադառնաք, մենք կսկսենք նայել արդեն։ Նայենք առաջին տարբերակը, տեսնենք ով է գալու։ Եվ նաև կլինեն ուրիշ տեսանյութեր այս թեմայի հետ կապված։ Ով է գալիս առաջին տարբերակի կյանք, տեսնենք, ինչպիսին է լինելու, ինչ է ունենալու։ Արդեն առաջին տարբերակը նշմարվում է, տեսնենք, ինչպիսին է։ Միգուցե այստեղ նաև երկու հոգու են ցույց տալիս, միգուցե նաև մեկ։ Միգուցե այստեղ նաև մի քանի մարդու են ցույց տալիս։ Այսինքն ամեն մեկը ինչ որ մեկին է վերաբերվում, ամեն մի քարտը։ Դա այստեղ ես ինչպես տեսնում եմ իր հալալ քրտինքով աշխատող մարդ է, այնպես միլիոններ չունի։ Անգամ որոշ չափով էլ դողում է միգուցե գումարների վրա, միգուցե նաև ուղղակի հետ է գցում ինչ որ գործեր անելու համար, ինչ որ կարող մեծ նպատակներ ունի իր առջև դրած եւ ուզում է հասնել այդ նպատակներին։ Ահա, այստեղ ուրեմն գումար շատ չունի այդ անձնավորությունը, գումարը հետ գցում նաև կամ գումարը հաշվում է այդ գումարը կամ հաշվարկով է ապրում կամ նաև ինչ որ հետ է գցում մի բանի հասնելու համար, բայց աշխատավոր է, բավականին շատ է աշխատում եւ կարող է այստեղ տուն էլ ունի կամ տան մեջ է աշխատում կամ նաև տուն գնելու համար է միգուցե գումարը հետ գցում, բացի դա էլ կարող է իր աշխատանքի միջոցով ինքը գումար է տուն է գնել, այսինքն իր գումարով տուն է գնել։ Նաև հավատքով մարդ է, հավատացյալ է, այստեղ եկել է նա կամ կգա ամուսնության նպատակով, որ ձեզ հետ ամուսնանա, տունը կունենաք սկեսուր կամ նաև զոնքաչ, ինչու՞ չէ, եւ սիրում է անտառում մնալ, վրանի տակ մնալ, այդպիսի նման հետաքրքիր բաներ է սիրում։ Դա եթե վերագրենք հիմա արդեն մի քիչ նորաձև, ապա այս վրանը կարող է լինել օրինակ ինչ-որ մի հետաքրքիր տեղ, որտեղ որ այդպես փակ է, որտեղ միայնակ դուք եք ընդամենը, ինչ-որ նմանատիպ պահեր, որտեղ դե, չգիտեմ, այս քարտերը որ թվականին են, ստեղծել, ով է ստեղծել, ինչ է մտածել, այն ժամանակ ավելի շատ էին այդպես վրանների տակ մնում, չնայած հիմա էլ կան, շատ մարդիկ կան, ովքեր որ իրոք սիրում են գնալ անտառ եւ այնտեղ մնալ։ Դե վտանգ ուղղակի շատ մեծ է, դա պետք է հաշվի առնել, անտառում մնալը։ Ահա, առաջին տարբերակը այսպիսի երիտասարդեր կամ կին, այստեղ նայում ենք եւ տղաների համար եւ աղջիկների համար,
Տղաները պետք է վերցնեն իրենց վրա, հա, դա աշխատավոր աղջիկ է, այդպես։ Ինձ թվում է աղջիկը համար ավելի լավ է, երբ որ ձեռն փակ է մի փոքր լինում, ավելորդ ծախսեր չի անում։ Տեսնենք, ով է գալիս երկրորդ տարբերակի կյանք։ Տեսնենք ինչպիսին է, ինչ է ունենալու, ինչ է սիրելու։ Ինչով ընդհանրապես շատ զբաղվելու ինքը։ Ահա, արդեն մեքենա ունի։ Նաև դա կարող է լինել վարորդ, կարող է լինել ոչ է մեկի վարորդ, ամենաառաջինը աշխատանքը, այդպես լինի միշտ տղեկին, կարող է տաքսի է վարում, ես այդպես մեկին ճանաչում եմ, այնքան է գնում այդ տաքսիով, ի վերջո սիրավեպ է սկսվում իրանց մեջ։ Չնայած որ հետո բացահայտվում, որ այդ տղամարդը ամուսնացած է եղել։ Դա պետք է դա էլ հաշվի առնել, որովհետև չգիտես կյանքը։ Ընդհանրապես սովորություն չի ունենք, որ ինչ-որ մեկին ճանաչում ենք տաքսու վարորդ, ընդհանրապես ոնց որ միշտ իրան ես դիմում, որ ինքը քեզ տանի այստեղ այնտեղ, որ միշտ նույն մարդն է, վստահելի անձնավորություն է։ Դա այստեղ ուրեմն երկրորդ տարբերակում հնարավոր է նաև, որ լինի այսպես տաքսու վարորդ, հնարավոր է ուղղակի մեքենա ունի, սեփական մեքենան է, եւ փոքր ուղղակի սրտեր է գերում, ինքուցե ընտրություն է կատարում, ընտրության մեջ է, դրա համար սրտեր է գերում։ Դե շատ են կարող է իր շուրջը պտտվում, ինչու՞ չէ, ինքուցե դա է։ Իր հետ որ ամուսնանաք, այստեղ կունենաք առաջինը աղջիկ երեխա, հնարավոր է նաև ինքը ունի աղջիկ երեխա։ Մի փոքր ինտրովերտ է այստեղ։ Ահա, նայում էի, չեմ սխալվել, թե ոչ, որովհետև նման նաև սա էլ կա։ Դա եթե այստեղ չի սիրում այս մարդը շատ շփումներ սոցհարթակներում, նախընտրում է միայնակ կյանքը, եթե զգում եք, որ այդքան ուշադրությունը այդքան էլ ձեր կողմը չի, ապա դա չի նշանակում, որ զգացմունքներ չունի, ուղղակի ինքը այդպիսի մարդ է, գուցե դուրս չի գալիս այստեղ այնտեղ ավելի շատ այս այն կողմ գնում։ Չնայած որ եթե որ գնում է, ապա այստեղ միանգամից կարող է կամ ինքը իր բնավորությունը գիտի, որ կարող է տեսնել, հավանել, եւ հետո դժվարանում է, դրա համար ավելի շատ դուրս չի գալիս տանից կամ այդպես շատ սոցիալական շփումներ չունի։ Նաեւ կարող է չխոսել շատ, իր սեփական ցանկությունների, նախաձեռնությունների մասին, ինչ է ուզում, ինչով է հետաքրքրված։ Նաեւ եթե բերանափակ մարդ է, ինչ որ ամաչկոտ կամ այդպես, քաշվող մարդ է, ապա դուք պետք է սկսեք իր հետ։ Եթե հավանում եք, ապա դուք պետք է սկսեք զրույցը իր հետ, որովհետև ինքը դժվար մոտենա ձեզ, այդպես։ Եվ նաև կարող է աշխատում այստեղ պետական հիմնարկությունում եւ կարող դրա համար է ինչ-որ չափով բերանափակ, կախված է թե որտեղ է ինքը աշխատում եւ ինչքան պետք է խոսի, այդպես։ Նաև մի փոքր այստեղ կամ երկու մարդ է եկել, կամ մեկ մարդու մեջ է դա, տարբեր մարդիկ են այսպես։ Սա նշանակում է, որ ինքը ձեզ վերաբերվում է որպես իր սեփականություն։ Դե կարող է այստեղ ձեզ ընտրում է որպես սեփականություն, փակվում եք, դուք ձեր ընտանիքով, դուք ձեր հարաբերություններով, ոչ մի այս ու այն կողմ չեք գնում, այդպես, բայց նաև կարող է ձեզ թույլ չտա, սա հագնել, ոնց որ մնացել է 90-ականներում դեռ։ Սա մի կրի, նա մի կրի, նա մի արա, այդպես։ Նաև կարող է այդպիսի մեկը լինի։
բայց հավատքով մարդ է։ Այստեղ կարող է երկու հոգի եկել։ Մեկը օրինակ, որ մեքենա ունի այդպես ձևիստ, հա, ինքը հավատացյալ է, բայց սիրում է նաև աղջիկների հետ զվարճանք, սիրում է այսինքն կողմ գնալ, իրեն տրամադրում է կանանց։ Իսկ մյուս կողմից այստեղ արդեն մեկ ուրիշն է, որ փակ է, որ ձեզ էլ կարող է փակել։ Հնարավոր է, կամ այստեղ մեկի մեջ է, այսինքն ինքը գնում է զվարճանքներ, բայց դու պետք է տանը մնաք եւ փակ հագնվեք, այն որ ասում են դե կինը ուրիշ է, հա, կինը պետքա ուրիշ լինի։ Այդպես կամ այդպեսի ինչ որ մեկն է այստեղ։ Նույնն էլ կանանց մասին, հա, եթե տղամարդ է նայում։ Դե այսքանը երկրորդի համար, չգիտեմ, կընդունեք թե չէ, նմանատիպ մարդ որ գա ձեր կյանք։ Կարող է սկզբում ցույց չտա, եթե դուք եք աշխատողության պետական հիմնարկությունում, իրար հետ այնտեղ տեսնում եք արդեն իր բնավորությունը, եւ կարող տեսնում եք, իհ փակ անձնավորությունը դուք եք սկսում իր հետ խոսել, այդպես ձեր հարաբերությունները դուք եք ստեղծում ավելի շատ։ Դե գնանք արդեն երրորդ տարբերակը տեսնենք։ Միգուցե նաեւ տաքսու ոլորտը, որովհետեւ ընդհանրապես տաքսու ոլորտները որ շատ բան են տեսնում, դե համար փորձում են իրենց կողակցին ավելի փակ պահել։ Դրանից է, ինչ ասես տեսնում են։ Տեսնենք երրորդ տարբերակը նաև, տեսնենք ինչ է կատարվում։ Ով է գալու երրորդ տարբերակի կյանք։ Այս մակու այդքան էլ լավը չէ։ Ոչ թե այդքան էլ ընդհանրապես լավը չէ։ Ուրեմն այստեղ եկել է ինչ-որ մեկը, ով որ նարցիս է, ով որ ձեզ պահելու է կապանքների մեջ, նմանատիպ մեկն է եկել, բռնակալը, երկուսն էլ նույն նշանակությունն է, էլի կարելի է այդպես ասել, բայց իր հետ ամուսնանալով կունենաք աղջիկ երեխա, կամ միգուցե ինքը ունի աղջիկ երեխա, կարող իր աղջիկ երեխային էլ այդպես վերաբերվում, նարցիսական, եւ բայց երբ որ իրեն հանդիպեք ինքը անմիջապես ձեզ կհրավիրի սուրճ խմելու։ Այդ միգուցե այդ պահը, ոնց որ ռոմանտիկ պահ ձեզ համար թվա, բայց հետո կարող է բացվի։ Դրա համար լավ ուսումնասիրեք։ Կամ այստեղ եկել է երկու տարբեր մարդ, այստեղ կամ մեկը հասուն է ավելի, կամ ավելի իմաստուն անձնավորություն է, իսկ իմաստուն անձնավորությունը շատ քիչ տոկոսն է, որ այդպես նարցիս են լինում։ Կամ այնքան են սովորած լինում են, որ ամեն ինչի իրանց համար բութ բան է, լավ բան չի, դրա համար այդպես են լինում։ Կամ ուղղակի տարեցեղը ձեզանից մի փոքր ավելի մեծ է, կարող է դա առանձին է, այստեղ անգամ ունի աղջիկ երեխա օրինակ։ Իսկ մյուսը ամբողջությամբ եւ նարցիս եւ բռնակալ է, երկուսը միասին կարող է իր մեջ կա։ Ընդհանրապես առաջին օրվան ցենց երևում է, երբ որ հայացքը ուղեք միտեղ, ինքը անմիջապես գլուխը գթեքի տեսնի որտեղ եք նայում։ Այդ դրանից պետք է խուսափել։ Որովհետև այդ մարդիկ հետո ձեր կյանքն են ուտելու, նման մարդիկ։ Մշտապես այդ լարված պահերը լինելու թե ինչու նայած օրինակ են կողմ, ինչու անընդհատ նայում են կողմ, նայ դեմքիս, նայ իմ հայացքին, նա այստեղ գումար էլ շատ չունի այդ մարդը, ով որ նա այստեղ բռնակալ է, ու կարող է ինքը չի աշխատում շատ գումար, ձեզ էլ
չի թողում աշխատեք օրինակ։ Եվ այստեղ նաև կա մեքենա ունեցող ոչ մեկը։ Մենք գուցե իրոք նա այն ինչ-որ մեկը կարող մեքենա ունի, անմիջապես ձեզ հրավիրում է սուրճ խմելու, կարող իմաստուն մարդ է կամ մի փոքր ձեզանից մեծ է եւ երեխա ունի։ Կարող է այդ մեկը այդպես է, կամ այստեղ ընդհանուր կարող է մեկը մյուսի հետ է միացված։ Կամ բռնակալ է մեքենա ունի, մեծ մարդ է, ձեզ հրավիրում է անմիջապես սուրճ խմելու։ Դե որ ձեզ հրավիրի անմիջապես սուրճ խմելու, պետք է մի քիչ արդեն ձեր մեջ կասկած մտնի կարող է, այն մարդն է, որ եկել է։ Դե ընդհանրապես 1-2 հանդիպումից կերև է։ Առաջինը արդեն ասացի, երկրորդը ավելի մարդը ինչքան մտերման է, այնքան ավելի պարզ կդառնա իր բնավորության գծերը։ Եթե դիմացին ուղղակի շատերը կան, որ սիրահարվում են եւ այդ պահին այդ մանրուքները չեն նկատում կամ ասում են, վայս ինչ լավն է, վայս ինչ սիրուն տղա է, վայս ինչ սիրուն աղջիկ է, բայց մանրուքներ կան, որոնք որ չեն նկատում, որ պետք է սկզբում նկատել։ Այսքանը ձեզ մաղթում եմ այնպեսի մեկը գա ձեր կյանք, որ լիարժեք է ձեզ համապատասխանի այն ցանկությունները, միգուցե դուք սիրում եք, որ կոպիտ է լինում, ձեզ հետ ավելի այդպես կոպիտ է նաև վերաբերվում, ինչու՞ չէ։ Եթե սիրում եք, ապա ուրեմն նա ձեզ համար է։ Այսքանը լավ եղեք։